Իրանում տեղի ունեցողը ուղիղ մեզ առնչվում է։ Իհարկե առնչվում է, եւ մեզ համար դա առաջի հերթին ազգային անվտանգության խնդիր է եւ սպառնալիք է։ Ես միշտ դրա մասին ասել եմ, ձեզ հետ էլ խոսել դրա մասին, որ մենք պետք է հասկանանք վատագույն սցենարներում, եթե Իրանում կոլապսի տեղի ունենում, այնտեղ սկսում է քաղաքացիական պատերազմ կամ լայնածավալ իհարկե կա, այդ ժամանակ եթե ունենք փախստականներ, եթե 100,000-ավոր, միլիոնավոր փախստականներ սկսեն անցնել Հայաստանի սահմանը, ինչ անելով Հայաստանը, որտեղ անցնողները հիմնականում լինելու են ազերիներ։ Ամերիկացիները արդեն հուշել են, որ դուրս եկեք հայկական սահմանով։ Այդ իրանց Միացյալ Նահանգների քաղաքացիներին է վերաբերում, բայց եթե վաղը այդ մեր սահմանը հայ-իրանական սահմանով 100,000-ավոր ազերիներ սկսեն անցնել Սյունիք, Արցախի տարածք միլիոնավոր, ինչ է կանելու։ Այդ ժամանակ Սյունիքի հարցը փակվում է, մենք կորցնում ենք Սյունիքը։ Այնտեղից չես կարողանալ հանես Թուրքիայում գտնող միլիոնավոր սիրիական փախստականների հիշում եք, մինչև հիմա Թուրքիան չի կարողանում լուծել։ Դա որտեղ է բանալին իրանյան դեպքերի։ Իրանյան բանալիներ չկա այսօր։ Կարելի է այդպես ձևավորել, որովհետև այնտեղ ձևավորված իշխանությունները բավականին կայուն է, այնտեղ կա պետական եւ քաղաքական համակարգը կայուն է, ինքը դիմանկայուն է, կարող է դիմայանալ, բայց ի սկզբանե լուծումը չկա, որովհետեւ այնտեղ թեոկրատիա է, կրոնականների ձեռքում է իշխանությունները, կրոնականները իրանք խիստ են եւ չեն սիրում փոխվել, համակարգը շատ քարացած է։ Մյուս կողմից Իրանի բնակչության 50%-ը 30-ից ջահել են։ 30-ից անցած ջահելներին ստիպել ապրել կրոնական օրենքներով, պետական, քաղաքական, հասարակական կյանքում 30 տարեկանում քեզ սահմանափակել, դա դժվար է։ Դա պայթունավետ է իր մեջ։ Եվ կրոնականները վերցնելով կրոնականությունը մտնելով քաղաքականության մեջ, պետական կյանքի մեջ, այնքան բանը ժոստի է, որ չի կարողանում ադապտացվել։ Ինքը չի կարող փոխվել, բայց պիտի փոխվի։ Դա նշանակում է դարձնում է այն փակուղին, որի մեջ մենք գտնում ենք, որովհետև հասարակության կողմից ուժերը չի հայերեքում, որ տապալի համակարգը, եւ բայց կրոնականները չեն կարող երկրին դալ ուրիշ լուծումներ 9 տարվա ընթացքում արդեն 2 տարվա ընթացքում արդեն ինչ 9 անգամ այս process-ները գնացել են, process-ները գնում են, որովհետեւ իշխանությունը չի կարողանում լուծում տալ, չի կարող գնալ բարեփոխումների եւ հասարակությունը չի ունի ալտերնատիվ։ Եվ այսօր ինչ կա անում, ուղղակի էթնիկ կազմը Իրան։ Էթնիկ կազմը, բացի նրանց կրոնական կազմը, կրոնականության ընդունումը չընդունելը, որովհետև այս անգամ փոխվել է մոտ արդեն այս անգամ մսկիթներ են պայթեցնում, մույթիսկներ են վառվում։ То есть այս անգամ կրոնի դեմ են դուրս եկել նաև, ոչ թե միայն մնացած ուղղություններով։ Եվ այս ժամանակ ուղղակի լուծումի համար դժվար է ստացվում։ Առաջինը դա պիտի հասկանաս, որ արդեն բողոքներ չի, դա արդեն անկանոն պատերազմ է։ Դա պատերազմի ձևերից մեկն է, այնտեղ պատերազմ անում, ներքաղաքական կյանքում պատերազմ անում։ Եվ այդ պատերազմի օրենքներում չկա կազմակերպված հիերարխիկ ուժ, որը կարող է բոլորին հավաքի, եւ չկա առաջնորդ։ Ով կարող է այդ առաջնորդն ամենամեծ խնդիրն է, որի շուրջ կարողանան ձևավորվել եւ հավաքվեն։ Վերջի ժամանակներն անում շատ տալիս շահի որդուն անում են տալիս, բայց շահի որդին մինչև այսօր չուներ ինքան ազդեցություն, որ դառնա համազգային առաջնորդ, որովհետև շահի հիշողությունը վատն է, բացի դրանից կիսված են, որ բոլորը չեն ընդունում շահին եւ Ռեզա Փահլավին։ Դրա համար կարծիք կկարողանա Ռեզա Փահլավին դառնա այդ առաջնորդը եւ կարողանա Ռեզա Փահլավին ներկայացնի իրանական հասարակության, պետության, քաղաքական համակարգի լուծումներ, որոնք կարող են ընդունված լինեն հասարակության կողմից, դա մեծ խնդիր է։ Արդյոք Ռեզա Փահլավին կարող է ներկայացնել Իրանի հասարակության պետական նոր համակարգ, քաղաքական նոր համակարգ, որը տարբերում է կրոնական մոտեցումներից եւ տարբերվում է այն այդպես կոչված ժողովրդավարական կամ ռեսպուբլիկական մոտեցումներից, որը այսօր
Մերձավոր Արևելքում ռեսպուբլիկայի հասկացողություն ավելի շուտ դիկտատուրայի կամ կողմնական լուծումների մեջ ինչ լուծումներ կարող լինի։ Եվ երևի հետաքրքիր կլինի, եթե Ռեզա Պահլավին դուրս գա մի մոդելը, որ ասենք Բրիտանիայում ընդունված կամ Նորվեգիայում, Շվեյցարիայում, որտեղ թագավորական վերջնա որպես բալանս պահվող, բայց իրական քաղաքականությունը ձևավորում է ուրիշ տեղ։ Այդ դերի մեջ ինքը կարող է գա, որ ես գալիս եմ ոչ թե իշխեմ, ես գալիս եմ կառավարեմ որպես թագավոր, որպես շահ, եւ իմ նպատակն է ժողովրդի եւ պետության ամբողջականությունը պահել։ Այդ մոտեցումը կարող է աշխատի, բայց այսօր ես չգիտեմ իհարկե այդ մոտեցումները ինքը կարող է իրականացնել, որովհետեւ Իրան անունը այսօրվա իշխանությունները կապում են Իսրայելի հետ եւ Միացյալ Նահանգների հետ որպես իրենց ներկայություն, ինքը պիտի հաղթահարի, որտեղ Իրանի ժողովուրդը ինքը պետականամետ են, իրանք հազարամյակներ ունեն եւ ուրիշի բերող դնող դա իրանք չեն ընդունելու։ Ինքը պիտի գտնի այն ֆունկցիան, այն առաքելությունը, որի շուրջ ինքը կարող է միավորի բոլորին։ Այդ մոդելը, որ ես ասում եմ, հետաքրքիր մոդել կլինի, բայց մնում է սպասել, տեսնել արդյոք Իրանը կկարողանա այդ լուծումը գտնի։ Եթե չգտնի, նորից այդ հիվանդությունը, այդ ճգնաժամը կմտնի խորքային, բայց հետո նորից հետ է գալու։ Այսօր Իրանի Այո, վերջացնեմ, եթե կարողանա այդ ճանապարհով գնա, այդ Հայաստանին լրիվ օգտակար կլինի։ Եթե մենք ունենանք սեկուլար աշխարհիկ Իրան, որ ունի լավ կապեր արևմուտքում, դա լուծում է մեր 80% խնդիրները աշխարհակաղակական։ Այսօր Իրանի դեսպանը Հայաստանում նորանշանակ դեսպան է իմիջիալոց դժգոհել է Հայաստանից, որ ինչու են դեսպանատան մոտ իրանցիները ցույցեր անում, Ճիշտ ասած, երբ լսեցի, որ Իրանի դեսպանը ասուլիս է հրավիրել, ես մտածում էի նա խոսի տրիփից, տրիփը շատ պետք է տար, բայց խոսում է մի բանից, որը հայկական քաղաքական իրականությունում այնքան էլ ընդունված չէ։ Ինչ պետք է աներ Հայաստանը, ճնշել այդ ցույցերը դեսպանատուն։ Երևի պետք է ճնշել, երևի պետք է չզուգացնել, չթողնել, որ լինի այս վիճակում, որը գտնվում է Իրանը, որտեղ ամեն շիկացված է։ Մեր ոստիկանությունը պահպանում է դեսպանատունը, ուրիշ ինչ ֆունկցիա կարող է։ Պետք է խորհուրդ տալ եւ չթողնել, որ այդ երևույթը տեղի ունի։ Ես այդպես կարած կլինեի, որ Հայաստանը չտա առիթ Իրանին, որը ուրիշ վիճակում է, ինչ որ առիթ ոչ adekvat խայլերից։ Հասկանում եք, Իրանի իշխանությունները հիմա պանիկա չեմ ուզում ասացին, բայց շատ վտանգավորված են եւ ուրիշ իջերի մեջ են։ Լավ կլինի, որ Հայաստանը մնա հանգիստ, չեզոք, չմիանալով ոչ մի կողմերի մի երկիր, որը միշտ մնում է հանգիստ այս էփող, պայթող տարածաշրջանում, մենք ունենք այդպես դիրքորոշում։ Դա նշանակում է, որ մենք ազգային անվտանգությունը դա ոստիկանների խնդիրը չի իհարկե, դա մեր ազգային անվտանգության ծառայության խնդիրն է։ Առաջինը մենք պիտի հասկացածնենք, դա պիտի առաջինը արձագանքել ազգային անվտանգության ծառայությունը։ Ոստիկանները այստեղ չպիտի աշխատացին լինեն։ Այլևս դրանց ֆունկցիաները ուրիշ են։ Այդպես ձևավորեմ։ Բայց փառք Աստծո, ոնց որ միայն հայտարարությունով հույս պահենք, ամեն ինչ կհանգստանա։